Ինչ է աղանդը, ովքեր են աղանդավորները։ Ինչ է աղանդը։ Ես վերջերս էլ առիթ ունեցա դրա մասին խոսելու ու ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը այդ աղանդ բառը նենց է հնչեցնում, որ այդ աղանդը թվում է թե մի քանի ղեյով է գրվում։ Աղանդ ու աղանդավոր, ասես ասում են շեշտված։ Դու էլ ես աղանդավոր։ Ուզում ես այդ աղանդի սկզբից մի տաղ ավելացնես, ասես չէ, ես աղանդավոր եմ, ես աղանդավոր չեմ։ Ինչ է աղանդը։ Աղանդը դա այն շեղված ուսմունքն է, որ Աստծուց ճշմարտությունից հեռացնում է։ Դասական ճշմարտությունից, այն որ մենք գիտենք Աստվածաշունչը, սիրելիներ, գրված է սևով սպիտակի վրա։ Ու ես իմ Աստվածաշունչը, քանի որ այս հարցն է հնչել, ուզեմ ցույց տամ։ Ես այս կապույտներով, այս կապույտ գույնով ընդհանրապես վարդապետական հարցերն են։ Արդեն երևում է, չէ՞, պարգևով ուսուցիչ լինելը, այս կապույտներով որ դուք տեսնում եք, սրանք ուսուցչական, վարդապետական տեղերն են, որ չլինի, որ մեկը ինձ խափի։ Ասի, գիտես ինչ, սենց չի նենց է։ Այդ որ ասում է սպիտակ, այդ նշանակում է դեղին։ Մարդիկ այդ ձև են մոտենում։ Աստվածաշունչը ոնց կարդում ես հայ ես, հայերենով հասկանում ես, ու Աստված էլ գիտի, որ դու հայ ես, հայերենով էլ գրված եկել հասել է մեզ, եթե դու կարդում ես ու անում նենց, ոնց որ սևով սպիտակի վրա է գրված, ոնց կարա դա լինի աղանդ։ Իսկ մենք այն եկեղեցին ենք, որը որ կարդում ասում է սենց է գրած, ու վիճում է նույնիսկ ուրիշի հետ ասում է, չէ, դա Աստվածաշնչում գրած չի։ Ու ցավոք սրտի Աստվածաշնչին հետևողներին են, այսինքն տարածի հետևողներին են ասում աղանդավոր։ Իսկ իսկական աղանդը նա է, որ Աստծո ճշմարտությունից շեղում է, տանում է ուրիշ կողմ։ Օրինակ, բերեմ, մի օր բերեց մեկը, ինքը աղանդավոր էր, բերեց մեկը, մի գիրք նվիրեց ինձ, ասեց ես վերցրակ կարդաս։ Ասի ես ինչ է։ Ասեց վրան գրված է այսպես է ասում Աստվածաշունչը։ Իրանց սուտ վկաներ եմ ես ասում։ Դուք արդեն հասկացաք, Աստծո անունն են վերցրել իրանց վրա, կոչվում են Եհովայի վկաներ, բայց ես ասում եմ սուտ վկաներ։ Ասի ես ինչ է ասում։ Ասում է թե Աստվածաշնչում ինչ է գրված։ Ուշադիր լսեք։ Ասի ես ինչ զավեշտալի է։ Եթե ուզում եմ իմանամ ինչ ասում Աստվածաշունչը, ես կկարդամ Աստվածաշունչը, ժողովուրդ։ Ինձ պետք չի մի հատ ուրիշ գիրք, որ բերեն ասենց ինչ որ այդ լույսի ներքո հասկանամ ինչա գրված Աստվածաշնչում։ Շուրջ հայերեն գրած, էս հայ եմ։ Արաբերեն էլ եմ կարդում։ Անգլերեն էլ եմ կարդում։ Հետո փառքաստու հունարեն էլ սովորեցի, հունարեն էլ սկսեցի որոշ չափով կարդալ։ Այնպես որ ես կարիք չունեմ, որ այդ գիրքը մի հատ լույսի պես ինչ որ դեղին կարմիր, ասենց լույս վառվի, որ ես այդ լույսի ներքո հասկանամ դա ինչ է։ Դա մանիպուլյացիա է, որի ներքո ինչ որ մեկը փորձում է հավատքից շեղել, ասել, չէ, դա տենց չի։ Էդի տենց չի, որ Աստված տենց է ասում։ Այնենց։ Այ դա է աղանդ, որ Աստծո անխարդախ խոսքը շեղում են, մանիպուլացնում են մարդկանց, փորձում են ապացուցել ինչ որ մարդկային, նույնիսկ ես կասեի դիվական, որտեվ կա որ արդեն նույնիսկ Հիսուս Քրիստոսին Աստված լինելով նսեմացնում են, դարձնում են սովորական ինչ որ մարգարե։ Այ դա է աղանդը։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ քաջալերում են իրենց ժողովրդին, ու դա ինձ իրոք քաջալեր է, որտեվ ես առաջին անգամ որ մտել եմ մեր եկեղեցից, մտածել եմ ես աղանդավորների մեջ եմ մտնում։ Այն մարդիկ, ովքեր որ քաջալերում են, ասում են գնա տանը Աստվածաշունչը բաց, այդ փոշին վրայից մաքրի ու կարդա քո Աստվածաշունչը։ Ես ասում եմ, փաստորեն իրանք քաջալերում են, ես Աստվածաշունչ կարդամ։ Իսկ իրանք չեն փորձում շեղեն։ Ընդհակառակ ասում են, քարոզի ժամանակ էլ բացեք, հետևեք, տեսեք, այդպես է թե չի։ Ու եթե այդպես չի, ամեն մի ասեք։ Ու ես այնքան ուրախացա, որ այդպես էր։ Ու իրականում ես քննել եմ մեր եկեղեցին։ Սենց նշում է, ասում է, չէ, ես կարդալու եմ Աստվածաշունչը ոչ թե որ պապը ստենց է ասել, այլ ես կարդում եմ Աստվածաշունչը, ասում եմ հենց հիմա ոնց որ ես առաջին անգամ կարդամ։ Ոնց որ մի չինացի քրիստոնյա, բացարձակ չգիտի էլ քրիստոնյան ինչա, իր լեզվով կարդում է Աստվածաշունչը։ Ինչ է կարծում, նա աղանդավոր կդառնա։ Ոչ մեկ իրան ուղղություն չտա։ Կարդան հենց ոնց որ Աստված նամակ է գրել։ Կհասկանա Աստծո ուզածը, չէ՞։ Չէ, դա չի կարա լինի աղանդ։ Ու հետո մի բան ասեմ։ Քրիստոնեությունը եթեի հավատք է։ Մեր Աստված ասում է, եթե սենց անես, սենց կլինի։ Աստվածաշնչում գրած է, ասում է ձեռքերը կդնեք հիվանդների վրա, հիվանդները կառողջանան։ Ինչ եք կարծում, որ եթե ձեռքերը դնում ենք հիվանդների վրա ու հիվանդները առողջանում են, Աստված վերևից նայում է, ասում է սրանք աղանդավոր է։
Իսկ ինչի աղանդավորների մեջ բժշկություն չկա։ Իսկ ինչի աղանդավորների մեջ հրաշքներ չկա։ Որտեղ նրանք կեղծել են Աստծո խոսքը։ Իսկ այն մարդիկ, որ Աստծո անխարդախ կաթից սրտանց հավատում են, ասում Տեր ջան, դու գրել ես, Աստված ասում է, չէ՞ Աստվածաշնչում։ Ուրմը լինելու։ Ու կարևորը մեր Աստված մեզ չի համարում աղանդավոր, այլ իր հետևորդը համարում։ Ամեն, հարկ Տիրոջը։ Ու դուք աղանդավոր չեք, ով էլ որ կասի, այդ տնը ավելացրեք։ Ամեն։